Դուք չեք պատրաստում առաջնորդանիցերին։ Մենք ասեցինք տարածել ենք հայտարարություն, որտեղ նշված է, որ որևէ տնօրինություն, որևէ կոնդակ, որևէ որոշում լինի ժողովական կամ անհատական չենք համարում լեգիտիմ եւ կարծում եմ նաեւ տեղյակ եք Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարությանը, որ լեգիտիմ չէ կաթողիկոսի աթոռը զբաղեցնողի որևէ որոշում։ Բայց վարչապետն ինչ կապ ունի, ախր դուք դա լավ գիտեք, չէ՞, սրբազան եկեղեցին Մենք առանձին է կառավարում։ Մենք վարչապետը իբրև պետության ղեկավար, իսկ մենք 10 եպիսկոպոսներով Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հանձնաժողովի անունից տարածել ենք հայտարարություն։ Եվ Մայրաթորի հայտարարության մեջ նշվում է, որ դուք ճնշել եք թե մի եկեղեցականներին ինչ-որ բան եք պարտադրել, սա ինչպես կմեկնաբանեք, ինչի մասին է։ Կեղծիք, Մայրաթորի կողմից տարածվող հերթական կեղծիք, այդպես կմեկնաբանենք։ Եվ սրբազանը շարժան են դառնում են տեսանյութերը, որտեղ դուք նայում եք ոստիկաններին, ասում եք ում եք ծառայում, ես ինչ եք անում, երբ որ Մայրաթոր էին մտել։ Հիմա ինչ փոխվել։ Չգիտե ինչ է կատարվում։ Երբ որ իմացա ինչ է կատարվում, երբ որ իմացա, որ հայ եկեղեցին դարձրել են գործիք, ոչ միայն հասկացա, արդեն որոշ տեղական ժամանակ այդ կասկածը, այդ անվստահությունը ունեի, որ մենք դարձել ենք կցորդ քաղաքական ուժերի ներքին, եւ երբ որ հասկացանք նաեւ, որ դա արտաքին թելադրանքով է, որ 5 տարի հայոց եկեղեցին տառապում է ուղղակի անհասկանալի կերպով քաշված լինելով քաղաքական կյանքում, որը երբևէ չի եղել, չենք ունեցել մենք պատմականորեն նման նախադեպ։ Հայ եկեղեցին երբևէ սեփական պետության դեմ չի պայքարել։ Մենք ունեցել ենք շրջան գրեթե 1000 տարի, երբ հայ հողի վրա չենք ունեցել պետականություն, եւ հայ եկեղեցին ամեն ինչ արել է հանուն պետականության, հանուն այդ տեսիլքի, հանուն այդ երազանքի։ Այսօր ունենք պետություն եւ պայքարում ենք սեփական պետության դեմ։ Ես չեմ կարող կիսել կաթողիկոսի աթոռը զբաղեցնողի հայացքները։ Տեսեք, կներեք, լսեք։ Ուրեմն մենք ուխտ ենք արել, որ պիտի պաշտպանենք, ես իբրև եկեղեցու հոգևորական ուխտ եմ արել, որ պիտի հավատարիմ մնալ հայ եկեղեցու վարդապետությանը։ Այս խնդիրը սկսեց այնտեղից, երբ որ հրապարակվեցին Արշակ arczepiskopos-ի վերաբերյալ անպարկեշտ բնույթի տեսանյութեր, խոսքը սկանդալի մասին է, եւ կաթողիկոսը տևականորեն քայլեր չձեռնարկեց եւ դիրքորոշում հայտնելու։ Փորձաքննությունն էլ անտեսեց, մեր խնդրանքները, մեր հորդորները լրիվ անտեսեց։ Ես ուխտ եմ արել հայ եկեղեցու հավատքը պաշտպանելու, այստեղ իմ հավատքը աղավաղված է։ Կաթողիկոսը այլ խոսքով ասած շեղված է ուղիղ վարդապետությունից։ Մյուսը, մեր ուխտը վերաբերում է նաև մեր պետականությանը, մեր հայրենիքին։ Ես չեմ կարող կիսել օտար երկրի շահերին ծառայելու իր ընթացքը։ Դուք տեղեկություն ունեք, որ կաթողիկոսը օտար պետությանն է ծառայում։ Ես տեղեկություն ունեմ եւ բազմիցս հայտարարվեց, որ իր եղբայրը եւ ինքը գործակալներ են։ Բազմիցս հայտարարվեց երկրի բարձրագույն ամբիոնից։ Բայց ապակին ներկայացվեց, կներեք։ Եղբոր վերաբերյալ թուղթ հրապարակվեց, չէ՞, իսկ կաթողիկոսը, ոչ էլ եղբայրը, ոչ հերքում են, ոչ էլ դատի են տալիս։ Թող դատի տան։ Դե գուցե Գարեգին երկրորդը ամենայն հայոց հայրապետի դիրքերից է նայում այս ամեն ինչին ու ասում է, որ դե իմ զավակներն են հիմա կարող է սխալել, թույլ տան ինչպես դատի տամ։ Գուցե դիրքերից է նայում, որ դատի չի տալիս։ Չեմ կարծում, իսկ երբ որ շինարարների այդ խնդիրներ են ունենում, այդ ինչպես է ստացվում, որ մտնում են դատարան։ Չեն նայում, որ իրենց զավակների հետ գործում են։ Համայակ շինարարների դատի է կրել կաթողիկ։ Բազմիցս դատեր կան։ Հայ եկեղեցին գնացեք, հետաքրքրվեք։ Բազմաթիվ դատեր ունի դատարաններում։ Տարբեր հարցերով, կլինի հողային, կլինի գույքային, կլինի շինարարների հետ կապված։
Ինչի մասն է։ Այդ ժամանակ չեն մտածում, որ իրենց զավակներն են։ Ես ասեցի, չեմ ուզում այստեղ շատ ծավալվել, երկու հիմնական պատճառ ունեմ։ Ուրեմն առաջինը իմ ուխտը վերաբերում է մեր հավատքին։ Երբ որ սրբապղծությունը հովանավորվում է, այլ խոսքով երբ որ դու չես պակճում, նշանակում է հովանավորում ես, երբ որ անտեսում ես ամեն տեսակի փորձաքննություն։ Եվ երբ որ մեր պետականության հանդեպ կատարվում է ոտնձգություն։ Մեր ներքաշված լինելը քաղաքականության մեջ ես համարում եմ ոտնձգություն մեր պետականության հանդեպ կապ չունի ով կլինի օրվա իշխանություն։ Դա մեծ հաշվով չպիտի հետաքրքրի։ Իշխանությունը ընտրում է ժողովուրդը։ Ումը կընտրի ժողովուրդը, մենք պարտավոր ենք նրանց ընդունել իբրև պետությունը ներկայացնողներ։ Այսքանը կներեք, իմ բանը լավ լացնեմ։ Եվ եթե կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի այս 10 եպիսկոպոսները բողոքի ձայն բարձրացնեն, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ նյութերը։ Կաթողիկոսն է հրապարակել։ Կաթողիկոսի հրահանգով է հրապարակվել։ Կաթողիկոսն այս, չէ, մի րոպե, աղմկարուս բան եք ասում, այսինքն դա կաթողիկոսն է նկարել, մի րոպե։ Կներեք, քննչական կոմիտեն ունի հարուցած գործ։ Ինչ է, ինչի հիման վրա է հարուցել։ Եվ կներեք, համացանցում կա, չէ՞ նաև տեղեկություն, թե այդ արտահոսքը որտեղից։ Կոմպրոմատներ ունի կաթողիկոսը հոգևորականների։ Իհարկե, կներեք, այս շրջանում, խնդրում եմ թույլ տվեք, խնդրում եմ, այո, ձեր հետ, ասում են, տեսեք այս շրջանում մեր դեմ ամեն տեսակի հետյուրանքներ, չգիտեմ, լուտանքներ, բամբասանքներ, ինչ ասես տարածվեց։ Ես չեմ կարծում, որ դուք այն կարծիքին եք, որ այդ պատվերը տրվել էր մեր դեմ իշխանության կողմից։ Ասեցի, ես հայտարարեցի, այո, հայտարարեցի իր գիտությամբ։ Տեսախցիկներ է դրվել։ Ես չգիտեմ ով է դրել, կներեք, չգիտեմ ով է դրել, եթե չեր ուզում ես ամեն ինչը, թող չհրապարակեին, որովհետև շատ նեղված էին, երբ որ Արշակ Սրբազանին չէին ձերբակալել, ընդամենը 2 արքեպիսկոպոս էր ձերբակալվել, շատ նեղված էին ու սպասում էին, թե երբ պիտի Արշակ Սրբազանին ձերբակալել, ուզում եք ճշմարտությունը իմանալ, գնացեք հետաքննեք, շնորհակալություն, պատմեցին։ Ներողություն, մենք մի քանի հարց ունենք։ Երեկա էլի։ Մի մասը որ ձեզ 10 եպիսկոպոսների անվանում են տիրադավներ, սրան ինչպես արձագանքեք։ Ովքեր մեզ անվանում են տիրադավ, նա հայրենավաճառ է, հայրենադավ է։ Հիմա դուք Դա պատրաստ եղավ պատասխանը։ Դուք հիմա պատրաստում եք լքել թեմը, քանի որ ազատված եք եւ նոր հոգեվորական է այստեղ նշանակված։ Գիտեք, այս թեմը հենց պատրաստում եք դուրս գալ։ Դանեցյանը ԱԱՑ նախկին տնօրեն հարցազրույցներից մեկում ասաց, որ գիտենք այս հոգեվորականների վրա ինչ կոմպրոմատներ կան։ Գիտես, թող ժամանակին ինքը զբաղվեց։ Ձեզ չեն վախեցրել կոմպրոմատով։ Բացացեք։ Մենակ հարգանք։